Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն է հյուրս։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ ինչպես միշտ կարևոր հարցեր ենք շոշափելու։ Բարի օր, սիրելի Արմինե, բարի օր, սիրելի հայրենակիցներ, հաճիքը պատրաստ եմ ծառայելու մեր հայրենիքին։ Դե ուրեմն, ինչպես ասում են, գնացինք, առաջին հարցս հետևյալն է. Ադրբեջանը շարունակում է, գիտեք, բանտերում պահել մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, Արցախի մեր ռազմագերիներ բազմաթիվ մեծ քանակությամբ կան, որքան նրանք փորձում են թիվը քիչ ցույց տալ, բայց գոնե 15 կամ 8 հոգին գիտենք, ռազմաքաղաքական մեր ղեկավարներն են, որոնց դատավարությունը շարունակվում է նաև, եւ այստեղ եթե փոքր-ինչ վերլուծենք, թե ինչ նպատակներ է հետապնդում Ալիևը, կարող ենք ասել հետևյալը, որ մի կողմից փաստորեն փորձում է մեր Արցախի ղեկավարների միջոցով ճնշում գործադրել եւ Հայաստանի վրա եւ աշխարհում Հայաստանը ներկայացնել իբրև օկուպացիա իրականացրած օկուպանտ երկիր, հա, որովհետեւ մենք տեսնում ենք ինչպես է նա մեր ռազմաքաղաքական ղեկավարներին ներկայացնում որպես ռազմական հանցագործներ եւ մյուս կողմից արդեն մենք քանիցս տեղեկատվություն ենք ստացել, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ են մեր հայրենակիցները պահվում բանտում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Դավիթ Իշխանյանի օրերս արած ձայնային այսպես հաղորդագրություն էր տարածել, որտեղ հստակ նա ասում էր, որ դեռ 24 թվականին ադրբեջանցի մի պաշտոնյա իրենց շատ պարզ ասել է, դուք այստեղ կմնաք այնքան ժամանակ, քանի դեռ դա կցանկանա, դա կուզի Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուրեմն հիմա ես ուզում եմ հետևյալ հարցը ձեզ ուղղել, պարոն Գրիգորյան, տեղեկացանք, որ Սլովակիայի ազգային խորհրդի նախագահը, նախկին վարչապետը, ազգային խորհրդի նախկին նախագահը շատ կարևոր կոչով են հանդես եկել ուղղված Սլովակիայի նախագահին եւ կոչը հետեւյալում է, որ պաշտպանեն Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ նպաստեն նրանց վերադարձի այդ հարցին։ Ես կուզեմ իմանալ ձեզանից փոքր-ինչ ավելի տեղեկատվություն, թե ինչ հիմքով է արվում այս հայտարարությունը, թերևս վերջին այցի ընթացքում, հա, Սլովակիա, Ադրբեջան ակտիվացած այս հարաբերությունների ֆոնին է նման հայտարարություն հնչել, կոչ հնչել, եւ արդյոք դա կունենա իր դրական արդյունքը։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն հարցադրման համար, չափիզուս կարևոր է եւ պետք է ասեմ, որ մեր հայ ազգի բարեկամները զարմացած են, որ ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը չի նետվում ազատելու իր ազգային հերոսներին, այլև Հայաստանի հասարակությունը ասես զբաղված է ծիրանի արտահանումով եւ այլ ճղճեմ խնդիրներով, իսկ այնպիսի մեծություններ, ինչպիսին Բակո Սահակյանն են եւ մնացյալը, թառապում են թուրք-ազերական բանտում, իսկ թուրք-ազերական բանտ բոլորս հասկանում ենք, չէ՞ ինչ է։ Այդ առումով ես շատ բարձր եմ գնահատում իմ գործընկերների կոչը եւ ցավոք պետք է երկու բառ ասեմ իմ բարեկամ Սլովակիայի այսօրվա նախագահ Պետր Պելեգրինի հասցեին, որի հետ երբ որ ինքը տարիներ առաջ բարձրագույն դպրոցի նախարար էր, ես հատուկ հանդիպում ունեցա եւ խնդրեցի, որ պարոն Պելեգրինի, խնդրում եմ, բոլորդ գիտեք, բոլորդ կարդում եք Ուիլյամ Սարոյանի, այ մեծագույն հանճարեղ գրողին, ոմանք դա անվանում են 20-րդ դարի մեծագույն գրող, ոմանք դա անվանում են պատմության մեջ մեծագույն գրող, սլովակները, նշանավոր սլովակներ։ Խնդրում եմ, եկեք մտցնենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ու կերացնենք Պելեգրինին ասած հաճիկով։ Մենք բոլորս գիտենք ինչ է Ուիլյամ Սարոյան։ Եվ այդ նույն Պելեգրինին այցելում է օրերս առաջ Արցախ եւ հայտարարում, որ ինչ լավ է օկուպացիայից ազատվեց այս հողակտորը, հիմնում է Սլովակիայի ազգային հերոս ամենանշանավոր մոտ մեկի անունով Իվան Ռոստիսլավ Շտեֆանիկի անունով դպրոց Ադամում, որը հայ ազգի բարեկամների մոտ բողոքի
բավականին լուրջ ցայն բարձրացրեց ու այս նամակը պատրաստեցինք ավելին ասեմ ես խնդրել եմ հանդիպել Պելեգրինիի հետ հանդիպելու ենք եւ դնելու ենք ամենացավալի հարցը բոլորիս համար այս պահին կապված Արցախի հետ 8 ազգային հերոսների ազատազրկումը լրիվ անօրինական եւ դաժան պայմաններով մենք շատ վատ ենք զգում մեզ Պիտի ասեմ, որ ես շատ ուրախացա նույնիսկ տարածեցի իմ գործընկերների մեջ, որ ամերիկյան հայ համանքի մեգոբիսների շնորհիվ նաև Միացյալ Նահանգներում զուգահեռ բանաձև է ընդունվել եւ հիմա բոլորս միասին պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ուր շուտ ազատենք մեր հերոսներին, բայց սիրելի Արմինե, ամբողջ դժբախտությունը նրանում է, որ երբ որ 2024-ին ես Մոսկվայում այդ հարցով քննարկումների գնացի, բարձրագույն մակարդակի վրա բարձրագույն ինձ ասեցին, նո մարդ, որը Պուտինի հետ է շփվում, նախագահ Պուտինի, ինձ ասեցին, որ իսկ դու գիտես, որ մայիսին, երբ որ այց ուներ Ալիևը, վերջին այցը հանդիպումը Պուտինի հետ, մի շարք խնդրանքներ էր ներկայացրել, որը հարկել էր Ռուսաստանի նախագահը եւ իրեն դիմել էր ոչ թե խնդրանքով, այլ խիստ դիտողությամբ երկու հարց առաջինը չփորձես հանկարծ հարձակվել Հայաստանի վրա Ալիևն ասել էր լսում եմ շեֆ հարց երկրորդ կգնաս եւ ազատ կարձակես անօրինական պահով այդ ազգային հերոսներին դրանցից մի մասը շատ լուրջ կապի մեջ է եղել նախագահ Պուտինի հետ հասկանում եք այդտեղ Ալիևը ասել էր կներեք այդ դա չեմ կարող անել այդ հարցով դիմեք Փաշինյանին քանզի Փաշինյանը խիստ խնդրանքով է հանդես եկել հանկարծ իրեն չազատել իսկ դիմացը ինչ մենք խնդրել ենք նա արել է ես հիմա չեմ կարող լինել դրժել իմ խոստումը Փաշինյանին ինքը կատարել է բոլոր իմ խնդրանքները եւ այդ հարցում խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բնական է որ այս պայմաններում երբ որ Փաշինյանն է համարավարչի ճշնամին եւ Արցախի եւ իհարկե Արցախի հերոս ղեկավարության մենք Բակո Սահակյանի հետ այ Ֆրանցիսկ Միկլոշկոն ինչ է իրեն այդպես պատռում Բակո Սահակյանը գիտեք ինչ մակարդակի վրա է ընդունել երբ որ ես Ֆրանցիսկ Միկլոշկոյին առաջին անգամ 2015 տարի ազգային ժողովի ընտրություններին որպես պատգամավոր Սլովակիայի կողմից ինչ մակարդակի վրա ընդունեց մեզ կյանքում չենք մոռանա Բակո Սահակյանը շատ բարձր գնահատեց մեր այցը բայց պիտի ասեմ ավելի բարձր գնահատեց Իլհամ Ալիևը միջազգային հետախուզում հայտարարեց Ֆրանցիսկ Միկլոշկոյի նկատմամբ որը այն ժամանակ պարլամենտի պատգամավոր էր Սլովակիայի հիմա էլ է Սլովակիայի պարլամենտում եւ մեծ դժվարությամբ մենք կարողացանք հասնել նրան որ Միկլոշկոին չձերբակալ են Եվրոմիության երկրներում, բայց Միկլոշկոն արդեն վախ ունի Եվրոմիությունից դուրս գալու։ Մենք շատ լուրջ գործ արեցինք Ինտերպոլի հետ, շատ։ Մենք հասանք նրան, որ Ինտերպոլը ընդունեց կետ, այլևս Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզությունները ինքը չի ընդունելու հիմք առանց Հայաստանին հացնելու։ Եվ Զորի Բալայանի նկատմամբ էր տված, եթե հիշում եք, Ֆրանցիսկ Միկլոշկոյի մենք կարողացանք հանել այդ հետախուզումը Ֆրանցիսկ Միկլոշկոյի վրայից, բայց Ֆրանցիսկ Միկլոշկոն մինչև կյանքի վերջը երկու բան չի մոռանա։ Իր աննման հանդիպումը Բակո Սահակյանի հետ, որ եղբայրացան նրանք, եւ իր աննման բացասական առումով շփումը Իլհամ Ալիևի հետ։ Հիմա մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու եւ կգնանք։ Ես հետո մի քանի բառ ասեմ մեր ծրագրերի մասին, Արմինե ջան, եթե այս հարցում հարց ունեք, ես կոնկրետ այս հարցի հետ կապված, թե ընդհանրապես, եթե այս հարցի հետ կապված չէ, այս հարցի հետ կապված ընդհանրապես մի բան ասեմ, ես որ սա մեր պայքարի շարունակությունն է, մենք փառահեղ հաղթանակ ունեցանք, երբ որ ես ստեղծեցի քրիստոնեության պաշտպանության կոմիտե Հայաստանում, անեկդոտ ցանկացած օտարից ծաղումը քրիստոնեության պաշտպանության կոմիտե Հայաստանում եւ
հայ առաքելական եկեղեցու պաշտպանության ոչ մեկը չի կարող Ինչ ապտահանել։ վիճակի ենք հասել։ Բայց մեր աշխատանքը չափազանց մեծ արդյունք տվեց, իսկապես նշանավոր անդամներ ունեի ես եւ ունեմ իմ կոմիտեի մեջ եւ շատ ողջորված, որ եւ տեղի ունեցավ եպիսկոպոսած ժողովը Սենտ Պոլտոնում Վիեննայի կողք եւ վեհապարին բախեցավ նա ձերբակալել եւ JD Vance-ին նամակը տվեցինք ձեռքը երբ որ նա գնաց Երևան։ Չգիտեմ JD Vance-ը փակ խոսակցությունների ժամանակ ինչ է արել, բայց արդյունքը փառահեղ ստացվեց եւ հիմա ես որպես շարունակություն ստեղծել եմ մի այլ կոմիտե էներգետիկ անկախության շուրջ Եվրոպայի համար եւ դիմացը ես Եվրոպայից պահանջում խնդրում եմ օգնել Հայաստանին ազատվել սատանայից։ Ձեր հետ խոսելուց քանի անգամ ես տերմինն եմ օգտագործել սատանա, որտեղ ես չգիտեմ Նիկոլի Հասենյուրից ինչ ասեմ։ Մարդը եթե Արցախը դատարկում է նախապես 5 միլիարդ վերցնելով, ամեն անգամ ասում են Նիկոլ, դες ինչ զրպարտանք եմ այլ անում ես կնկատմամբ։ Բամիա բերանը բաց ասել գրիգորը զրպարտում է։ Ինչ ես լեզուկուլ տալիս։ Որովհետև վերցել ես, չէ, որովհետև դու գիտես, որ մենք տեղյակ ենք, ինչ փաթեթներով է գումարը եկել քո գրպանը, եւ ճամպրուկով, եւ շվեյցարիական բանկում, եւ բերանը բացես թե չէ, մենք դա կդնենք սեղանին։ Մենք սպասում ենք։ Հիմա մեր ազգի դժբախտությունը, այո, Սատանա Նիկոլն է, որին զոհ են գնացել մեր ազգային հերոսները, իդեմս նախագահներ Պակոս Սահակյան, Արկադի Ղուկասյան, մեր արհայկը նույնպես հսկայական գործ արել Արցախի համար Հարությունյան, Դավիթ Իշխանյանի մասին չեմ խոսում, ինչ փառահեղ տղա Լևոն Մնացականյան, վարչապետ Չարմազօրկու հետ, երբ որ ինքը արտադրության նախարար էր, առաջի այցը Արցախ մեզ ուղեկցեց ամբողջ օրը գեներալ Լևոն Մնացականյանը եւ մեզ տարավ գից, որտեղ սնայպերները կահակում էին եւ նույնիսկ մի զինվոր վարչապետ Չարմազօրկուն հրեց դեպի խրամատ, երբ որ գլուխը բարձրացեց որ նայի միամտաբար կրակում են մենք դա չենք փորանում նման բաները եւ մինչեւ վերջ գնալու ենք ինչ վերաբերում է հաջորդ քայլին մենք Եվրամիությունում բավական մեծ աղմուկ ենք բարձրացնելու եւ նաեւ ես կազմակերպում եմ հաջորդ սիմպոզիումը մայիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանը Եվրամիություն թե Եվրասիական միություն խորագրով սիմպոզիումը Բրեսլավայում չափազանց բարձր մակարդակի վրա անցավ իմ համար շատ անսպասելի Վատիկանից մենք ունեցանք բարձրաստիճան հյուր չափազանց բարձրաստիճան հյուր Մոնսենյոր Ժան-Մարի Ժարվե որի ես ծանոթացա իր մոտ վերադառնալուց հետո նա այնքան ոգևորված է որ ինձ առաջարկեց հաջորդ սիմպոզիումը Վատիկանում անել Դուք գիտեք, որ Վատիկանին հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ, քանզի Վատիկանը մեր հայ եկեղեցու ամենամեծ բարեկամներից մեկն է, ամենամեծ բարեկամներից, եւ շատ է մեզ օգնում, նույնիսկ մասնակցեցին սիմպոզիումին, քննարկեցին Հայաստանի հարցը 10 օր ընդունություններից առաջ, բոլորը հասկացան, որ կեղծվելու են ընտրությունները, նաեւ Դոնալդ Տրամպի շատ մտերիմ բարեկամ եւ գլխավոր խորհրդական Guido Lombardi, George Guido Lombardi ես այդ մարդու չէի ճանաչում ինքն է դուրս եկել իմ վրա եւ դարձել մեծ բարեկամ եւ ինչպես է պահում հայկական շահերը բայց իհարկե մոտեցումները տարբեր են մեր եւ Վատիկանի մոտեցումները լրիվ համընկնում են Լոմբարդիի մոտեցումները չույցալ են ամերիկյան են Դոնալդ Տրամպական են ամեն դեպքում եթե ստացվեց մեր հաջորդ սիմպոզիում անել Վատիկանում մենք չափից դուրս մեծ արդյունք ենք ստանալու Ես Արմենյան ջան, եթե թույլ կտաք, համոզված եմ, որ նման հարց դուք ինձ տալու եք, ես պատրաստում եմ նաև այս ամբողջ իմ ուժով Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հարցը վերցնել մեր վրա, որովհետև եթե Սամվել Կարապետյանին առհեղորեն պահում է Ռոբերտ Ամստերդամը, որը այսօր մեր կոմիտեի ամենաակտիվ անդամներից է, ամենաակտիվ։ Հիմա ես այդ կոմիտեն քրիստոնեության պաշտպանության։ Շուտ եմ տվել նաև Գագիկ Ծառուկյանի պաշտպանության, Սամվելին պահում է ամբողջ թափով Ամստերդամը, այնպես որ մենք միացած ենք նրա հետ այդ պայքարին շատ ուժեղ,
ու ես կարծում եմ, որ չափազանց թույլ է ընթանում մեր ազգի փառահեղ ներկայացուցիչ հայրենասեր Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը, փառահեղ ներկայացուցիչ եւ հայրենասեր, որովհետեւ ես քիչ մեծահարուստ գիտեմ Հայաստանում ապրող, որը մտածում է բարերար լինելու, ազգի հոգսերին ծառայելու, այնպեսի պես Գագիկ Ծառուկյանը։ Մենք ունենք այնպեսի հայոյանքներ, ինչպեսին է Գրզո, որը այդ 90-ականներից արդեն Թալանով Վանո Սիրադեղյանի հետ միացած Թալանով դրավ մեծահարուստ, հետո փախավ Հայաստանից Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, հետո Նիկոլ Փաշինյանի ժամանակ դարձավ գերաստղ։ Ու այդ ֆոնի վրա հանգարց ունենք մեծահարուստ, որը ասում է, մենք առաջի քրիստոնեական երկիրն ենք, ամբողջ աշխարհին ներկայանում ենք այդ ցետոմսով, եւ մենք պետք է մի բարձունքի վրա ունենանք Քրիստոսի ամենամեծ արձանը աշխարհում, դե ոչ չհարգես այդ մարդուն, ոչ չասես, պարոն Ծառուկյան, ինչ մեծություն ես դու, փոխանակ քո սպորտով զբաղվես, որտեղ հսկայական հաջողություններ ունես, փոխանակ քո փողերը ծախսես, քո ավելի բարեկեցիկ ապրելու վրա, առավոտից երեկոն վազվզես տարբեր եվրոպական եւ համաշխարհային հանգստի կենտրոնները վայելելու, ինչպես անում են այս թափթփուկները, փոխանակ թռնես Նյու Յորք, Ամերիկա եւ մասնակցես ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատին 1 միլիոնով 1 տոմս առնելով, գնելով կամ $100,000 մի տոմս գնելով, ինչ թվեր եմ ասում, խելագարվելու բաներ, ինչ տեղ ունեցավ ֆուտբոլի չեմպիոնատին, դու քո փողը ծախսում ես Քրիստոսի արձան կառուցելու վրա, դե ոնց մինչև գետին չխնարվենք քո առաջ, եւ այսօր ես համարում եմ մեր համար առաջին պարտավորություններից մեկը համարժեք այդ 8 մեր ազգային հերոսներին բանտից ազատելու գործին Գագիկ Ծառուկյանին մինչև վերև իր այդ արձանի մակարդակ բարձրացնել, այսինքն ոչ միայն ազատազրկումից անմիջապես ազատել, այլև իրեն տալ այն փառք ու պատիվը, որին նա արժանի է։ Բնական է, որ դա կլինի այն ժամանակ, երբ որ Նիկոլին եւս մենք կտանք այն փառք ու պատիվը շակերտների մեջ, որին ինքն է արժանի, մենք դրան կհասնենք։ Համեցեք եթե հարցներ։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ, համապարփակ անդրադարձակ մի քանի հարցերի, բայց ես պիտի ձեզ առաջարկեմ փոքրինչ բացենք որոշ փակագծեր, նախ մեր քաղբանտարկյալներին Ադրբեջանում պահվող նման հայտարարությունները, նման քայլերը, նման կոչերը, որոնք վերջի շրջանում սկսել են բավական հաճախակյանալ։ Ձեր խոսքում հիշատակեցիք Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի անդամների կոչը եւս ուղղակիորեն Ադրբեջանից հիմա իրենք պահանջում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակեն եւ ոչ միայն դա, միաժամանակ նաեւ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրն են բարձրացնում։ Շատ կարեւոր հարցեր են սրանք, պարոն Գրիգորյան, բայց ուզում եմ հասկանալ, հայտարարությունը մի բան է, ուղղակի մի տեսակ բոլորս հուսահատվել ենք, վերջի տարիներին տարբեր նման մակարդակի հայտարարություններ են հնչել, բայց որևէ մեկը իրականություն չի դարձել, գործնական են, որ ասում են հողի վրա, կոնկրետ քայլերի մենք չենք դեռ տեսնում։ Դուք ինչ կարծիքի եք, եւ Սլովակիայի այդ հայտնի դեմքերի քաղաքական գործիչների կոչը եւ Միացյալ Նահանգներում ակտիվացող այդ գործընթացը, նաեւ Եվրամիությունում ես ասեմ, որքան էլ այնտեղ ադրբեջանահաճ ղեկավարներ են, բայց Եվրամիությունում եւս նման գործընթաց կա, որտեղ պահանջվում է Արցախի ղեկավարների ազատ արձակում եւ Արցախահայության վերադարձի խնդիրը անընդհատ այսպես էփվում է։ Ի վերջո սրանք կտան իրենց արդյունքը, ինչ կարծիքի եք։ Ես շատ անկեղծ պատասխան տամ ձեզ, քանի որ էփվում եմ այդ գործերի մեջ, նախ ասեմ, որ շատ թերացել ենք բոլորս էլ, ես էլ։ Քանզի մենք բոլորս լծրել էինք երկիրը Նիկոլից ազատվելու այդ անփառունակ աշխատանքներին, համոզված, որ Նիկոլը կեղծելու է, բայց բացարձակ ներողը չանցկացնելով, որ հնարավոր է նման ձևի կեղծում, հակասահմանադրական, մի կեղծիկ, որը եվրոպացիների բերանը բաց է մնացել,
ամենտեղ պատտվում են վիդեոները, տեսաշարերը, թե ինչպես զինվորները գալիս են բեռնատարներով եւ խեղճ երեխեք իրանք էլ չհասկանալու ինչ հանցագործություն են անում, մտնում են տեղամաս, ստորագրում դուրս են գալիս, դա սարսափելի էֆեկտ է առաջացրել եւ մյուս կողմից նաեւ ահավոր արդյունք տվեց իրենց համար, ահավոր Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան Ֆոն դեր Լայենը Հայաստանում բարձրաձայն պահանջել է սահմանադրական դատարանի դատավորներից անել այն ինչ-որ իրենք են ուզում եւ գումարները բերել ու բաժանել, սա նշվել է Եվրոպայում։ Ես ձեզ ասեմ, որ մեծ ալիք է բարձրացել այդ աղբյուրով Ֆոն դեր Լայենի դեմ, դուք հետագայում կլսեք, հիմա ես չեմ բացի իմ խաղաթղթերը, նաեւ Վատիկանում կքննարկենք այդ հարցերը, եթե եղավ մեր հաջորդ սիմպոզիումը Վատիկանում, եւ ասեմ, որ այո, մենք թերացել ենք, բայց թերացել է եկեք ճակերտների մեջ վերցնենք, որտեղ մենք շատ կարևոր գործ ենք արել, մենք փորձել ենք երկիրը ազատել Նիկոլից մինչև հունիսի 7-ը։ Ցավոք, ղեկավարությունը չլսեց ինձ, ընդդիմության ղեկավարությունը, եւ մենք չարեցինք դա մինչև հունիսի 7-ը։ Ես շատերը տեղյակ են ինչ եմ արել, որ չթողեք հասնի հունիսի 7, կեղծելու է։ Օ, չենք թողի, չթողեցիք։ Եվ մեր ուժեր ամբողջովին մենք ներկայացրել էինք անցյալ տարի սեպտեմբերից սկսած կարելի ասել այս գործին։ Հիմա զուգահեռ մենք կտանենք եւ երկիրը Նիկոլից ազատվելու այդ աստվածահաճո գործը եւ շատ թափով Արցախի 8 հերոսներ նրանց հարցերի քննարկումները բոլոր մակարդակների վրա կոնկրետ ձեր հարցին պատասխանեմ։ Իսկ համոզված եմ, որ արդյունքը լինելու է շատ արագ եւ 100%-անոց իօգուտ մեզ։ Անկեղծորեն պատասխանում եմ, ոչ մի երաշխիք չկա, որ կլինի արագ եւ հարցը կարող են լուծել։ Քանզի 8 հերոսների գերավարումը դասվում է համարյա թե Արցախի հարցը կրկին բարձրացնելու եւ Արցախը ազատագրելու հարցի։ Այդ դա շատ լուրջ խնդիր է առաջացնում մեր համար, որտեղ Ալիևը պատրաստ է, ինչպես ես պատրաստ եմ իմ կյանքը ստալ այդ գործին։ Ես իսկապես պատրաստ եմ իմ կյանքը զոհել հանուն իմ հայրենիքի։ Իմացեք, Ալիևն էլ պատրաստ է իր կյանքը տալ, հանգարց Արցախի հարցը նորից չբարձրացվի, որտեղ փաստորեն Մինսկի խումբը խայտառակ ձևի խաբեց մեզ, բայց դե ինչ զարմանալի բան, եթե Մինսկի խումբը խաբեց Ռուսաստանին։ Եթե Մինսկի խումբը 2014 թվականից սկսած այնպես Ուկրաինայում սարսափելի զինել են բարձրագույն մակարդակի վրա ուկրաինական բանակը եւ ստեղծել էին ստորգետնյա հսկայական խրամատներ, պահեստներ ճակատամարտ վարելու, որի մասին Ռուսաստանը չի տեղյակ եղել եւ տապալվեց Ռուսաստանը, դրա մասին խոսեց Անգելա Մերկելը, Հոլանդը խոսեց, Ֆրանսիայի նախագահ։ Ինչ զարմանալի բան, որ մեզ խաբեցին։ Ես այդ ժամանակ արտգործնախարարը խորհրդական էի Վարդան Օսկանյանի եւ մենք քննարկում էինք, որ այո, Արցախը մերն է, ռեֆերենդում կանենք եւ ինչպես պահանջում է Մինսկի խումբը կամրապնդենք Արցախի մեր լինելը, իսկ ազատագրված շրջանները 2+3, 2+2 ռեժիմով, երևի թե կվերադարձնենք մի պայմանով, որ ամրապնդվի Արցախի անկախությունը եւ առաջին կետ Մինսկի խմբի, առաջին կետ հայտարարում եմ Մինսկի խմբի, ով այս երկու երկրներից փորձի հանգարց խաղաղության ռեժիմը խախտել, մենք կպատժենք նրան։ Հայաստանը սրբորեն պատեց դա, Ադրբեջանը խախտեց եւ դաշնորեն պատժվեց ճակերտների մեջ։ Այսօր Եվրոպան կարծես թե ինքը չէր Մինսկի խումբը ստեղծել, Ֆրանսիան բերան չի բացում խոսի, ասի ոնց ես գրավական էի, չէ, այդ ամենի չի, եւ ցավոք ունենք այն, ինչ որ ունենք, չկա եվրոպական արդարություն, չկա բոլորովին արդարադատություն, գոյն չունի Եվրոմիության ղեկավար Ֆոն դեր Լայեն, գոյություն չունի, որը աշխատում է ամեն տրամաբանության հակառակ, հասկանում եք,
Ոմանք էլ այնտեղ ծիրանի ջեմ են պատրաստում եւ ցուցադրում մեզ։ Եվրոպական ղեկավարությունը սա այնպեսի խաբեություն է, որ ես խոսքեր չեմ գտնում նույնիսկ այսօր դա ներկայացնելու, բայց մի բան միայն ասեմ, այնպես են պայքարում դրա դեմ, այդտեղ ես համոզված եմ, որ մենք ունենանք հաջողություն, դրա հիման վրա մենք կարող ենք հետ բերել Արցախը, այո, բայց նախ այստեղ պետք է մենք ջարդենք Բրյուսելում։ Քանի որ խոսեցիք Ծիրանի ջեմի մասին, այստեղ միջանկյալ ես ուզում եմ շատ կարևոր է թեման է, անդրադառնանք հետևյալին, որ նույն Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոստանում էր, որ պետք է օգներ շատ արագ Հայաստանին, գյուղատնտեսական մթերքը, որը շատ ծանր վիճակում է, Ռուսաստանը չի ընդունում, ռուսական պատժամիջոցների պատճառով պետք է շատ արագ հասնել օգնության հայ գյուղացուն եւ հայկական գյուղմթերքը հասցնել Եվրոպա։ Իդեպ ընդամենը 2-3 օր առաջ արտահանումը կազմակերպած այդ ձեռներեցներից մեկը տեսեք ինչ է ասում, որ 22 տոննա հայկական ծիրան Իսպանիա հասել է, բայց այնքան վատ վիճակում, որ անհնար է եղել կազմակերպել իրացումը։ Այսինքն այդ ջեմ սարքելը, որ սարքում էր կայակալասներ, եթե չեմ սխալվում, բանկաներով մի քանի հատ ջեմ էր սարքում, Ուրսուլա ֆոն դեր Լայնը ինչ որ մի այսպես փոքր տուփ իր ձեռքին ծիրան առած գովազդում էր։ Հայաստանի նախարարների իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից խոսում էին այն մասին, որ Եվրոպան բացել է դռները հայկական արտադրանքի առաջ, որպես Եվրոպայում ապրող հայ։ Ինչ կասեք այդ մասին։ Պատասխանն է միայն ոչ թե որպես Եվրոպայում ապրող հայ, այլ որպես Եվրոմիություն Ասիա ֆինանս-տնտեսական կենտրոն հոլդինգի նախագահ, որի ընկերությունները չափազանց հզոր են եւ ակտիվ, քանզի իմ հոլդինգի անդամներ են մի շարք երկրների խոշոր, շատ խոշոր այլ խմբեր եւ Բուլղարիայից եւ Չեխիայից եւ այլն։ Ուրեմն մենք ինքներս փորձելու համար կազմակերպեցինք, սկսեցինք ուսումնասիրել Հայաստանից արտահանման հնարավորությունները Եվրոպա։ Շատ խորը ուսումնասիրեցինք եւ ինչ որ բան անելու ենք ու անում ենք։ Ես չեմ կարող ասել, որ բացարձակ անհնար է։ Ոչ, հնարավոր է։ Մի քանի տոննա, ոչ թե հարյուրավոր տոննաներ, եւ այն էլ այնպիսի դժվարություններով, որ այ նման իրավիճակ չառաջանա։ Ավելի շատ չոր մրգի վրա ենք աշխատում։ Ես հանձնարարել եմ նաև կաթնամթեր, քանի որ լուրջ խնդրեմ է առաջացել Պանրի հայաստանյան արտադրողների մոտ։ Ձուկ եւ այլն կարգադրել եմ, ուսումնասիրում են եւ Հայաստանի մեր մենեջերները եւ Եվրոպայում եւ շատ ուժեղ ենք աշխատում։ Ես ես ասեմ, մեր առաջի տպավորությունը անհնարին է արագ գործել, որովհետեւ առաջինը սերտիֆիկացիա, երկրորդը լի է եվրոպական շուկան եւ շատ ավելի էժան, քան մենք կարող ենք ներկայացնել, քանի որ ճանապարհը ծախս կա դրա վրա ավելացող եւ միջնորդավարձեր տարբեր տիպի։ Եվ երրորդ ինքը հայ գործարարը, արտադրողը բոլորովին ծանոթ չի Եվրոպա արտահանման հնարավորություններին ու պայմաններին, ինքը անգիր գիտի եվրասիական շուկան, առանց խնդրի աշխատել, բացարձակ գիշերը քնի, առավոտը իմանա, որ 10 ավտոմեքենա հասել են, չգիտեմ ուր, առանց խնդրի, հասկանում եք, դուք պատկերացնում եք այս իրավիճակում, նույնիսկ ասում եմ, հայկական, մենք փորձեցինք ձկան շուկայում ուսումնասիրություններ նայել, ոչ մեկի մտքով չի հասնում ձուկ ուղարկել Եվրոպա։ Գուցե Եվրոպայում, ասենք, հայկական իշխանի կարիք լինի կամ թառափի, ես համոզված եմ, որ կա, սակայն սերտիֆիկացիան մեկ, ճանապարհածախսը եւ ճանապարհի կազմակերպումը, առաքումը խնդիրներ են երկուս, եւ չէ որ Եվրոպայում գործում են խստիվ կանոններ, հանկարծ եվրոպացի ձեռնարկատերերի գործը չբարդացնեն։ Այսինքն մրցակցություն եւ ամբողջ եվրոպական տարբեր երկրների շուկաները պահանջում են հանկարծ թույլ չտալ նոր ապրանքի մուտք Եվրոպա։ Հասկանում եք, ոնց որ օրինակ ռուսական շուկայում մենք չտեսնված արդյունք ունենք հայկական կոնյակ վաճառելուն, չտեսնված։
Եվ հանկարծ ինչ-որ մի երկիր փորձի հայկական կոնյակից ավելի արժեք, համարժեք ինչ-որ մի բան մտցնել Ռուսաստան։ Մենք բոլորս կասենք ոչ, մեր կոնյակը անձնամխելի է։ Նույն մեր կոնյակը Եվրոպայում խմող չկա։ Բացարձակ հետաքրքրվող չկա։ Մեկ եւ այնպիսի մրցակցային պայմաններ կան, որ հանկարծ ֆրանսիական կոնյակի դեմը հայկականը չմտնի, որտեղ հայկական կոնյակը այդ մի շարք պարամետրերով գերազանցում է մրցակիցներին շատ, հասկանում եք։ Կարճ ասած, ոնց է պարոն Նիկոլը պատկերացնում այս պայմաններում լքել ռուսական, եվրասիական շուկան եւ մտնել Եվրոմիության շուկա, երբ որ այնտեղ ամեն ինչը մեր համար ստաբիլացված, ոչ մի մտածելու կարիք չկա, միայն պետք է աշխատանքները շարունակես, իսկ այստեղ պետք է մտածես, այսի մասած 3 կետերի շուրջ ոնց հաղթահարել։ Հնարավոր է 5-10 տարում ինչ-որ բանի հասնենք, բայց չի վերականգնվի այն ծավալները, նույնիսկ 5-10 տարում ես ձեզ հայտարարում եմ, որպես գործարար, չի վերականգնվի այն ծավալները, որոնք այսօր աչքերը փակ գնում են Ռուսաստան, քանի որ ամեն ինչը այնտեղ դրված է արդյունաբերական գծերի վրա, բոլոր պայմանագրերը կան, գները հայտնի են, որակը հայտնի է, ավելորդ գովազդի կարիք չկա, բա գովազդը, այստեղ եվրոպական շուկայում մի հատ գովազդ արեցին, 2 տարվա քո շահույթը պետք է գովազդին տաս։ Սա իմ կարծիքն է եւ համոզմունքը համեցեք։ Պարոն Գրիգորյան, դեպ ասեմ, որ այստեղ նպատակը ոչ թե հայկական իմ կարծիքով եւս որպես ծրագրող նաեւ ոչ թե եվրոպական շուկա տանելն է հայկական արտադրանքը, այլ ըստ իս նախ առաջին հերթին Ռուսաստանից Հայաստանին կտրելը նաև տնտեսական այս առումով սա է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար շուկան բացելը։ Ասվում էր թե ադրբեջանական բենզինը բավական էժան գնով է մտնում, պարզվեց այդպես չէ, սկզբում 450 կարծեմ դրամով, հիմա արդեն 500-ն անցնում է, այսինքն այս ամբողջ խոսակցությունները դեպի Եվրոպա գնալու, չգիտեմ, շուկան դեպի շուկա, եվրոպական շուկա դուրս գալու, այս բոլոր հայտարարությունները կեղծիք են։ Հիմնական նպատակ ասացի, Ռուսաստանի ոտքը Հայաստանից կտրելն է տարածաշրջանից եւ դուր բացել ադրբեջանա-թուրքական տանդեմի համար, նրանց առաջ ուղղակի կկլանեն ամբողջ հայկական տնտեսությունը եւ վերջ։ Սա է նպատակը Նիկոլ Փաշինյանի, եթե ուզում եք արձագանքել, խնդրեմ սիրով կլսեմ։ Դա այնքան հայտնի բան եք ասում, որ այո, այլևս փաստ է։ Գազը 177.5 դոլարով գնող երկիրը պիտի հիմա $700, 500-600 է ասում, դառել է 700։ Այո։ Ադրբեջանը, որը գազ չունի Թուրքիային վաճառելու համար, Թուրքիային խափում է եվրոպական երկրներին, որ ես ձեզ գազ կտամ, Ռուսաստանից տրվում եք, լավ եք անում, հետո գնում Ռուսաստանին ասում եք, խնդրում եմ գազ տուր, որ ես վաճառեմ, սակայն ես ձեզ հայտնեմ նաև խողովակաշարերը լեփլեցուն են նրա։ Անապը այլևս տեղ չունի, Բաքու Ջեյխանը վաղուց արդեն տեղ չունի, իսկ Նաբուկո ծրագիրը չկատարվեց, որտեղ այնքան թանկ էր նստում գազի հետ 33 միլիարդ խորանարդների արտահանումը, որը պարտադիր էր, որպեսզի խողովակաշար կառուցող խողովակաշարը արդարացնի իր վրա ծախսածը, չստացվեց ու չարեցին։ Այնպես որ այս բոլորը խապկանք են, սարսափելի խապկանք, եւ դուք շատ նկատեցիք, միակ նպատակը Ռուսաստանին խփել Հարավային Կովկասում, բացել երկրորդ ճակատ, որ կարողանան հանգարց Ուկրաինայում փոփոխություն առաջացնել, բայց այդ երկրորդ ճակատի կատաստրոֆիկ դեմ է նաեւ Իրանը։ Իրանը ինքը կսատկացնի նրանց, ովքեր կփորձեն երկրորդ ճակատ բացել Հայաստանը, որովհետեւ դա միանգամից կկտրի Ռուսաստան-Իրան կապը եւ Միացյալ Նահանգները, որը գիտեք հիմա ինչ պատերազմի է գնում Իրանի հետ եւ առանց այն հաղթելու բացարձակ աբսուրդ է մտածելը, որ նման արդյունք կարող է գրանցվել ի օգուտ Ամերիկայի, աբսուրդ է, ընդհանրապես կտապալվի ամեն ինչ, եթե Իրանը նաեւ այստեղ խփի նաեւ Դոնալդ Թրամփի տրիպ միջանցքին, որի մասին հիմա չեն խոսի, դա շատ ծավալուն թեմա է, բայց այս բոլորը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հասկանանք, որ մեզ տանում են կործանում մինիմում սիրելի
գյուղացիներ, հայրենակիցներ, արդյունաբերողներ, նաև բոլորիդ կործանում է սպասում, եթե մենք շատ արագ ոտքի դուրս չգանք եւ սրա գլուխը վերջնականապես չկտրենք ու չգցենք ձորը, քանզի այդ բոլոր արտահանումները դեպի Եվրոպա նորից էլ կրկնում 5-ից 10 տարի, եթե միայն դրա վրա աշխատենք, գուցե ինչ որ տոկոսը վերականգնենք, այն ինչ որ եվրասիական շուկայում կա։ Հիմա ես ձեզ բոլորիդ հարց եմ տալի։ Իսկ ինչի դուք պիտի 5-ից 10 տարի սովից մեռնեք, որ վերջում ինչ որ բանի գուցե հասնեք, գուցե չհասնեք։ Ամենալավը այն արդյունքին չեք հասնի ինչ որ մենք ունենք։ Այո, շատ լավ, պարոն Գրիգորյան, անդրադառնանք մեր այսօրվա քննարկվելիք հաջորդ կարևոր եւ շատ հետաքրքիր մի բացահայտման, կարելի ասել սենսացիոն բացահայտման, ոմանց գնահատմամբ միջազգային սկանդալ է սա։ Նկատի ունեմ հետեւյալը, ռուս բրանկերները բացահայտեցին յակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլոօղլու, հա, ճիշտ կարդացի, ես իր անունը չեմ կարողանում, շատ դժվար եմ կարդում ես իր անունը։ Արժանի չի որ դուք ճիշտ կարդաք, շարունակեք։ Այս անձի դիրքորոշումը հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ կապված։ Ես շատ կարճ հիշեցնեմ, որպեսզի մեր հեռուստադիտողները տեղեկանան, որ հուլիսի 8-ին ռուս բրանկերները հեռախոսազրույց են ունենում եւ ներկայանում են որպես Նիկոլ Փաշինյան, ներկայանալով Նիկոլ Փաշինյան խոսում են ԵԱԿ գլխավոր քարտուղարի հետ եւ խոսում են հայ եկեղեցու եւ կաթողիկոսի մասին։ Եվ այդ զրույցի ձայնագրության մեջ մենք հստակ լսում ենք, որ ինչպես է այդ Սինիրլոօղլին իր պատրաստակամությունը հայտնում օգնելու Նիկոլ Փաշինյանին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացման հարցում եւ մի շատ հետաքրքիր դիտարկում եւս նա նաեւ խոսում է Կարապետյանների մասին, ասում է ես հնարավորինը կանեմ Սամվել Կարապետյանին այդ նրա աջակիցների դեմ այսպես պայքարում, որովհետեւ Սամվել Կարապետյանը եւս այն անձանցից է, ով կանգնած է եկեղեցու թիկունքին։ Հիմա մենք այդ խոսակցությունը լսեցինք, պարոն Գրիգորյան, եւ այստեղ մի կարևոր հանգամանք եւս շեշտեմ, Ֆերիդուն Սինիրլոօղլուն ազգությամբ թուրք է։ Հիմա կխնդրեմ ձեր կարծիքը, ինչի մասին է այս ամենը փաստում։ Շատ լավ։ Արմինե, տեսեք, մի կողմից այստեղ բացառիկանում բարձրացավ, որ ոնց թե Եվրոպական կառույցի նախագահը լինելով թուրք փորձում է հայ եւ Եվրոպայում աշխարհում առաջի քրիստոնեական եկեղեցու ղեկավարի դեմ քայլեր անել, սա ոչ մի պատկերացումների մեջ չի մտնում։ Սակայն սա թողենք եվրոպացիների վրա, իրենք առանցել լավ զայրացած են։ Եվ այս բրանկերների դեմ աշխատանքի մեջ է նաև իմ ներկայացուցիչը Յան Ֆիգելը, որը չտեսնված ծառայում է նաև մեր քրիստոնեական եկեղեցու դեմ Նիկոլի պայքարի հարցում շատ մեծ ծառայություններ է կատարել, հիանալի կապերի մեջ է Վատիկանի հետ, չտեսնված աշխատում է Յան Ֆիգելը եւ Ջոն Էյբները, փառք ու պատիվ իրենք այս գործը կարողացան ներկայացնել եվրոպական հասարակությանը, որ տեսեք ինչ է դուրս տալիս թուրքը, բայց մեր համար դա չի ամենաէականություն ծողը։ Մեր համար նա է, որ թուրքը միացել է մի այլ թուրքի, որի ազգանունը չգիտես ինչի Յանով է վերջանում, Փաշինյան կոչվածին, եւ ձեր տված ուզում են ոչնչացնել հայ եկեղեցին եւ վեհապարին։ Այստեղ մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք։ Հələ տեսեք Փաշինյանը ինչ կարգի ոչ հայ է, հակահայ եւ գուցե նաեւ ազերի, որ բոլոր ճակատներով է մեր ազգի կործանման վրա աշխատում, բոլոր ճակատներով։ Սա է ցնցողը։ Եվ այո, այդ պրանկերներին մենք խիստ մեծ շնորհակալություն ենք հայտնում, որ իրենք Փաշինյանի անունից հանդես են գալի եւ դիմացինը մտքով չի անցնում, որ սա Փաշինյանը չի, որովհետեւ այնքան բնական հարց են տալիս Փաշինյանի անունից։ Այս սա է սարսափեցնում եւ սա է մեզ այս հարցի շուրջ ահավոր զայրացրել, որ դե լավ աշխարհի հայություն, չեք տեսնում ոնց են մեզ ծաղրում, բա մենք այդ ազգնենք, չէ որ բոլորը ասում են, որ հրեական լոբինգին հավասար կամ
կամ ռևերանս են անում հрьяաներին, հրեական լոբինգից հետո ամենաուժեղը հայկական լոբինգն է, բայց իսկապես մենք ուժեղ ենք, ինչու ենք հանդուրժում, այն կոչը մեր աշխարհի բոլոր հզոր հայերին, ես բոլորի հետ հիմա աշխատում եմ, դե որ մեկ օր շուտ երկիրը ազատենք Փաշինյանից, քանզի Հայաստանում նա բոլոր հայրենասեր եւ հայրենամեր ուժերի հետ բանակցելու մի ճանապարհ ունի, ոստիկանությունը ուղարկում է, ասում է փռեք ասֆալտին ու տարեք պահեք, շատ լավ, մեզ էլ չես կարող փռել այդ տղա, մի 1000 անգամ քեզանից հզոր ենք այստեղ, չէ, բա դու պատկերացրես մենք իշխանությունը վերցնենք, քեզ ոնց են փռելու, ժողովուրդը գալու է քո վրա քայլի, սիմվոլիկ ասած, շատ լավ։ Պարոն Գրիգորյան, դեպ ուզում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ հայտարարություն է հնչել Հայաստանում մի շարք, հիմա անունները թվեմ, միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբերնը, Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը եւ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Սիրանուշ Սահակյանը կոչ են հնչեցրել ԵԱԿ քարտուղարին պարզաբանել իր ակնարկը, թե կաջակցի ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանը եւ այդ կոչում ասում են հանդիպել կաթողիկոսի հետ ապահովելու հայ եկեղեցու հոգեվորականության հավատացյալների իրավունքների լիարժեք հարգումը։ Չեք կարծում, որ այս հայտարարությունը, այս կոչը պետք է շատ այսպես կոչին պետք է արձագանքի նաև մեր սփյուռքը, նաև դուք, պարոն Գրիգորյան։ Սիրելիս, չէ՞ որ մի քիչ առաջ ես ասացի, որ պարոն Ֆիգելը, այո, իմ ներկայացուցիչն է, համագործակցում եք, այո։ Պարոն Ֆիգելի հետ ես կազմակերպել էի հիանալի հարցազրույց Հայաստանում, հիանալի հարցազրույց, որը շատ ուժեղ տարածում ստացավ, շատ։ Եվ Ֆիգելը այնտեղ ասում է, որ դոկտոր Աշոտ Գրիգորյանն է ղեկավարում մեզ այս բոլոր հարցերով, եւ Ֆիգելը շատ ուժեղ աշխատեց, ինձ նոր պետք է ցիտեմ նորից ինձ մեր քրիստոնեության պաշտպանության կոմիտեով աշխատանքները բնական է մենք շարունակում ենք, սակայն այս պահին այն ինչ որ մենք սկսեցինք ձեր այդ հարցազրույցը, այսինքն մեր 8 գերիների ազատագրումը, Նիկոլիս երկիրը ազատելը ավելի առաջնայնություն ունեն մեր համար, քան այն գործը ինչ որ արվում է Ջոն Էյբների եւ մեր Ֆիգելի կողմից, սակայն ինչպես ասում են ռուսները յուղով կաշան շիրան չես փչացնի, այնպես որ մենք բնական է սատարում ենք դա, բայց նորից եմ կրկնում, ես հույս չունեմ, որ եվրոպական կառույցները այդ Թուրքին կմեղադրեն, ես ի նկատի ունեմ լուրջ մեղադրանքներ, կարող է մի թեթև նկատողություններ արվի, որ ես ինչ ես արել, կարող է ներքին փակ բաների ժամանակ ասեն, այ տղա դու խելագար չես, ես Նիկոլի գլուխը կերար։ Մենք դա պետք է օգտագործենք այդ առումով, էլի, ոչ թե որ Եվրոպայում կբարձրանա աղունդ, չեմ կարծում, այլ որ սիրելի աշխարհի հայություն, տեսեք, այս սատանան ինչեր է անում, նույնիսկ համագործակցում է մեր ազգի արյունարբու թշնամիների հետ, վեհապարին ազատազրկելու նրա երազանքը դա է, Գագիկ Ծառուկյանին կարծես թե հասել է, կարծես թե, որտեղ լտեսնենք ավարտին չկլինի, եւ 8 գերիներին ֆանտաստիկ պահում է Բաքվի բանտում, այնպես որ մեր համար առաջի խնդիրը այս առաջնայնություն ունեցող հարցերի լուծումներն են, որին մենք լծված ենք։ Պարոն Գրիգորյան, շարունակելով այդ խնդիրը ներքաղաքական դաշտում առկա, դուք արդեն ձեր խոսքում քանիցս ասացիք, բայց ես կուզեմ կոնկրետ մի այսպես որոշակի շեշտադրման անդրադառնանք Հայաստանում այդ քաղաքական հետապնդումների մասին է խոսքս, որը բավական այսպես դաժան, նաև ցուցադրական շոուի, այսպես մակարդակով գնացին զենված ԱԱԾ-ի աշխատողները մտան Գագիկ Ծառուկյանին պառկեցեցին գետնին, այդ ձեռքերին շղթաներ գցեցին, այս ինչ որ մեկի մտքի մեծ երազանքներ, որը իրականություն դարձվեց։ Ես ուզում եմ հարցը հետեւյալ հարթության մեջ բերենք։ Տեսեք,
Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան։ Իդեպ ուզում եմ նաև մի շեշտադրում, Ալիևը Սամվել Կարապետյանին հետախուզում է հայտարարել։ Ալիևը հաճախ հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, ում ինքը հաղթել է, այսինքն իր համար շատ կարևոր էր Ռոբերտ Քոչարյանին հաղթած լինելու հանգամանքը։ Նման ոչ լավ վերաբերմունք կա Ադրբեջանում նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որտեղ այս մարդիկ հայրենասեր մարդիկ են։ Հիմա ես ուզում եմ հետևյալ առումով անդրադառնանք խնդրին։ Այս մարդկանց, այսինքն հայ հարուստ, գործունյա, գործարար, բարերար, բարեգործ անձանց նկատմամբ այս ամբողջը, որ իրականացվում է, արդյոք մենք չպետք է դիտարկենք հետևյալ լույսի ներքո։ Սա հայ մարդու ունեզրկում, չէ՞։ Ունեզրկում են, որ ում համար տեղ բացեն, ունեզրկում են, որ ադրբեջանցու կամ թուրքի համար տեղ բացեն։ Մենք պետք է սա հասկանանք, չէ՞։ Հեծը վերցրեց, անունը դնում է պետականաշնորհում, այնտեղ ցեմենտի գործարանները, նույն ձևով մուլտիգրուպին ուժեղ հարված է հասցվում, Ծառուկյանի ամբողջ ունեցվածքին, ամբողջ ստեղծածին։ Ինչի համար է սա արվում, ինչու է ունեզրկվում հայ մարդը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք ունեք սրա բացատրությունը։ Շատ կարճ պատասխանեմ։ 90-ական թվականներին, երբ որ Խորհրդային Միությունը մենք փլեցինք եւ ստեղծեցինք ազատ տնտեսական հարաբերություններ, հայտարարվեց, որ ամեն մեկը կարող է հարստանալ իր սրտի ու զայրույթի չափով։ Ոմանք հարստացան զարթողի ճանապարհներով, ինչպեսին Գրզոն է, որը շարունակում է, եւ իր նմանները, ոմանք հարստացան իսկապես իրենց տաղանդի շնորհիվ։ Հիմա Գագիկ Ծառուկյանի հասցեին ինչ ուզում եք ասեք, բայց մարդը այնպիսի հզոր գործեր արեց մեր արդյունաբերության վերականգնման հարցում, օրինակ գործարանը կոնյակի նոյ, դա ֆանտաստիկ մի բան էր, որ արեց, լրիվ անտեղ դուրս էր նետված, աղբաման էր եւ այլն։ Հիմա եթե Գագիկ Ծառուկյանին ունեզրկեն եւ գտնվեն մարդիկ, որոնք չարախնդան, այդ մարդիկ թող իրենք մեջ ման գան, որտեղ է սատանան, որովհետեւ Սատանան այսօր մեր երկրի գլխին է, իսկ սատանիզմը նա կարող է տարածել ցանկացած մակարդակների վրա, ու մարդիկ պետք է զգուշ լինեն, որ հանկարծ չընկնեն այդ չարախնդության, նախանձի եւ ճղճի ցանկությունների իրականացման հետևից, ու դուք շատ խելամիտ հարց դրեցիք։ Եվ Գագիկ Ծառուկյանը փոխվի, չգիտեմ ինչ օղլիներով, զադեներով, իսկ օղլիներն ու զադեները բարեգործություն անելու ոչ մի ցանկություն չունեն, հակառակ մեզ վերացնելու ցանկություն ունեն։ Մեր երկիրը 2 միլիոն ադրբեջանցի լցնելու ցանկություն ունեն, որոնք շատ արագ կդառնան 6-7 միլիոն իրենց բազմականության եւ բազմազավակության շնորհիվ։ Այսինքն դուք շատ ճիշտ հարց բարձրացրեցիք, եւ ես ստիպված պիտի դիմեմ այն ճղճին հայությանը, որը հնարավոր է որ ուրախանա, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցածը ձեռքից վերցնեն, Գագիկ Ծառուկյանի ունեցածը ձեռքից վերցնեն եւ մնացած հայրենասեր մարդկանց Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր թերություններով եւ սխալներով կարողացել է 98-ից 2008 թվականին մեր արդյունաբերությունը ֆանտաստիկ բարձրացնել։ Ինչու դուք դա չեք գնահատում, այլ գնահատում եք այն, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ գործեց ու Սերժ Սարգսյանին դարձրեց նախագահ։ Խնդրում եմ, եկեք հիմա դրական կողմը նայենք, մեր բացական ինչքան ասես կգտնենք եւ համատենք, շատ խելամիտ հարց դրեցիք, համատենք նրա հետ, իսկ ավելի լավ կլինի, որ Գագիկ Ծառուկյանի եւ մյուս մեր բարերարների Սամվել Կարապետյանի տեղը թուրքերն ու ազերիները հայտնվեն։ Նիկոլի արածը դա է։ Եթե գտնում եք այո, ուրեմն ջարդենք, բոլորին փռվենք ասֆալտին, վերցնենք բոլորի կարողությունները եւ տանք թուրքերին։ Խնդրեմ, արեք, բայց մենք դրսի հայտնենք եւ մեր ամբողջ ուժով կկասեցնենք այս բացառիկ նախանձի չարության հողի վրա ծնված զգացողությունները եւ ամեն ինչ կանենք, որ սիրելի ժողովուրդ, ձեր մոտ, մեր մոտ հոգևորը զարգանա, այ հենց հոգևորը զարգացավ, հենց այն մշակույթը դարձավ առաջնային, բոլորս կհասկանանք, որ մեր ազգը
ունի ի վերուստ կարևոր դերակատարում։ Լինելով փոքր ազգ, ընդունել ենք քրիստոնեությունը, հզոր քրիստոնեական մշակույթ ենք զարգացրել, իր նմանը չունեցող, հզոր, նարեկացի ոչ մի ազգ չունի։ Ունեցել ենք կոմիտաս, որին պաշտում ենք, բայց այսօրվա այդ նախանձի ու չարության մեջ մեծացող մարդիկ չեն էլ լսում։ Իրենք ազերական երաժշտություն են ավելի շատ վերադասում կոմիտասից։ Մենք կփոխենք դա ինքից եւ կունենանք այն հայրենիքը, որը Աստված մեզ նվիրել է իր Արարատ լեռով, Սևանա լճով, Տաթևով եւ ամեն ինչով։ Եվ Արցախով ամենակարևորը, որը մեր սիրելի Ֆրանցիսկ Միքլոշկոն անվանում է մարդկության բնորան Արցախ, ինքը ասում է, որ ավետաց երկիր է Արցախը, ամենտեղ է ասում։ Արցախը սլովակերեն է ասում, իհարկե ավետաց երկիր է։ Իսկ մենք դա ընկալում ենք։ Չէ, Միքլոշկոն է ընկալում սլովակ։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ինչպես միշտ ձեր բոլոր խոսքերում դուք հույս եք ներշնչում, որովհետև լավատեսություն եք ներշնչում, հուսամ, որ դրանք իսկապես դա տեղի կունենա, որտև ծանրագույն վիճակում է մեր երկիրը եւ ընտրություններից հետո առավել քան մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած։ Շնորհակալ եմ ձեր այս վերլուծության համար, ինձ մնում է վերհիշեցնեմ իմ հայրենակիցներին, որ տեսակապով ես զրուցում եմ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։ Շնորհակալություն, Արմինե ջան, եւ շնորհակալ եմ, որ մենք ունենք հայ փառահեղ տիկին, որը ընկալում է այն ամենը, ինչը որ չափազանց անհրաժեշտ է այսօր մեր երկրին։ Շնորհակալ եմ ձեզ եւ ցտեսություն։ Ցտեսություն։